Թոքի քաղցկեղը ամբողջ աշխարհում շարունակում է մնալ տղամարդկանց մոտ ամենատարածված քաղցկեղային հիվանդությունը։ Հայաստանում եւս այն առաջին տեղում է, տարեկան գրանցվում է 900-ից 1000 նոր դեպք։ Բժշկագիտության վերջին ձեռքբերումների շնորհիվ քաղցկեղի բուժումը մեծ առաջընթաց է գրանցել, եւ դա վերաբերում է նաեւ թոքի քաղցկեղին։ Ի հայտ են եկել նոր թիրախային դեղամիջոցներ, վիրաբուժական նոր մեթոդներ, զարգացել է ռադիովիրաբուժությունը։ Թոքի քաղցկեղը 10 տարի առաջ համարվում էր շատ դժվար բուժվող հիվանդություն։ Այսօր ի շնորհիվ մոլեկուլյար գենետիկ լաբորատորիաների հաղթաշավի, երբ նրանք կարողացան գտնել մոլեկուլյար գենետիկ տեստերը եւ դրանով հայտնաբերել համապատասխան թիրախային գեները եւ մուտացիաները, այսօր մենք կարողանում ենք այդ հետազոտությունից հետո գտնել թիրախային դեղերը եւ շատ հաճախ լինում է, որ ընդհանրապես քիմիոթերապիայի մասին չենք էլ խոսում։ Խոսում ենք թիրախային բուժման մասին, որ ընդամենը հաբերեն, որ հիվանդը տանը ստանում է ամեն օր իր հաբերը խմում է եւ նույնիսկ 4-րդ փուլում այդ հիվանդները ապրում են շատ երկար եւ ամենակարևորը կյանքի որակով։ Թորակալ վիրաբույժ Արմեն Խանոյանը նշում է, վիրահատությունը եղել եւ մնում է թոքի քաղցկեղի արմատական բուժման հիմնական եղանակը։ Վերջին տարիներին լայն կիրառություն է ստացել թորակոսկոպիկ մեթոդը, որն ի տարբերություն բաց վիրահատության շատ ավելի քիչ տրավմատիկ է պացիենտի համար։ Սակայն վիրահատական մեթոդի ընտրությունն ու ծավալը կախված են ուռուցքի տեսակից, փուլից ու տարածվածության աստիճանից։ Միշտ չէ, որ հնարավոր է կատարել մինիմալ ինվազիվ միջամտություն։ Մինիմալ ինվազիվ մեթոդների վրա է ակցենտը դրվում, բայց դրա համար էլ հարկավոր է հայտնաբերել այն ուռուցքները, որոնք որ ինչ որտեղ հնարավոր են մինիմալ ինվազիվ մեթոդներով վիրահատել։ Եվ միանշանակ ծավալային խնդիրները, եթե դու վաղ փուլում ես հայտնաբերում ուռուցքը, դու կարող ես ծավալը փոքրացնել, եթե ժամանակին, երբ որ սկսվել էր թոքի ուռուցքի վիրաբուժական մեթոդները կիրառել, դա թոքի հեռացումներ, այսինքն ամբողջական, ամբողջովին էին թոքը հեռացնում։ Երբ որ դու հայտնաբերում ես ուռուցքը վաղ փուլում, հնարավոր է ծավալը փոքրացնել, անել, այսինքն բլթի մի սեգմենտ հեռացնել։ Ճառագայթային թերապիան եւս մնում է թոքի քաղցկեղի բուժման հիմնական մեթոդներից մեկը։ Այստեղ էլ բուժման մարտավարությունը կախված է քաղցկեղի տեսակից, փուլից ու տարածվածության աստիճանից։ Որոշ դեպքերում այն կարող է կիրառվել որպես վիրահատության այլընտրանք։ Если у пациента ранняя форма рака легкого, первая, вторая стадия, тут возможно два варианта. Конечно, до сих пор еще рассматривается основным методом лечения это хирургия. Но в тех случаях, когда у пациентов нет возможности прооперироваться в связи с наличием сопутствующих патологий, там, сердечно-сосудистые, либо еще какие-то заболевания, то с помощью стереотоксической лучевой терапии мы можем добиться таких же результатов, как и при хирургии. Թոքի քաղցկեղի տեղային օջախի դեպքում հիմնական եղանակը համակցված բուժումն է, երբ պացիենտը ճառագայթմանը զուգընթաց ստանում է նաև քիմիոթերապիա։ Здесь мы уже облучаем стандартным фракционированием. Как правило, это 30-33 сеанса лечения. По переносимости, учитывая наше современное оборудование, оно тоже без каких-то выраженных побочных эффектов, потому что план разрабатывается таким образом с использованием современных методов диагностики, то что мы воздействуем только на активные опухолевые очаги. Թոքի քաղցկեղի 4-րդ փուլում ճառագայթային թերապիան կիրառվում է եւ որպես վիրաբուժական մեթոդ եւ պալիատիվ ցավամոքիչ նպատակով։ При наличии метастатического поражения головного мозга мы используем точечное облучение или радиохирургию. При наличии болевого синдрома тоже используется лучевая терапия. В центре радиотерапии Рибуни применяются все методы лечения рака легкого, такие как стереотоксическая лучевая терапия, фракционная лучевая терапия, радиохирургия. Мы достигаем хороших результатов, а самое главное, без каких-либо выраженных побочных явлений у пациента. Մասնագետները շեշտում են, թոքի քաղցկեղի բուժումը զգալիորեն ավելի արդյունավետ է։ Պացիենտների կյանքի որակն ու 5-ամյա ապրելիության ցուցանիշները ավելի բարձր են, եթե հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլերում։ Քանի որ սկզբնական շրջանում հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների, նրանք կոչ են անում ռիսկի խմբում գտնվող մարդկանց ծխողներին, վտանգավոր արդյունաբերությունում աշխատողներին, ծանրաբեռնված ընտանեկան անամնեզ ունեցողներին պարբերաբար անցնել ցածր դոզավորված համակարգչային շերտագրում։